Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկումը պարզապես կոտրելու է ձեր սրտերը, քանի որ այն լի է անասելի հիասթափություններով, սառը մերժումներով և երկար սպասված, բայց չափազանց դաժան բացահայտումներով։ Սերիալում իրադարձությունները զարգանում են այնպես, որ սերն ու ատելությունը միահյուսվելով ստեղծում են անելանելի մի քաոս, որտեղ մեր հերոսները խեղդվում են իրենց իսկ սխալների և թյուրիմացությունների մեջ։ Ամենասպասված, բայց և ամենաողբերգական տեսարանը ծավալվում է Սարգսյանների տան դարպասների դիմաց։ Գրիշոն անվասայլակին գանված, անհամբեր ու լարված սպասում է Մանանին։ Թվում էր, թե այսքան երկար բաժանումից, կարոտից ու ցավից հետո նա վերջապես ավելի մեղմ կխոսի, կփորձի հասկանալ իր կնոջը, բայց ոչ, մաշի լցրած թույնն արել է իր սև գործը։ Մանանի հայտնվելուն պես Գրիշոն պարզապես կորցնում է ինքնատիրապետումը և խիստ ագրեսիվ հարձակվում է նրա վրա, կոպտորեն պատասխան պահանջելով իրենց երեխայից իբր դիտավորյալ ազատվելու համար։ Մանանը, ինչպես և նրա կողքին կանգնած եղբայրները, փորձում են ամեն հնարավոր ձևով հանգիստ և տրամաբանորեն բացատրել, որ նման բան գոյություն չունի, որ դա հրեշավոր սուտ է։ Սակայն Գրիշոն, կուրացած իր վշտից, շարունակում է կրկնել իր անհիմն մեղադրանքները։ Տեսնելով այս կույր համառությունը, Մանանը չի դիմանում և հասցնում է ամենադիպուկ հարվածը։ Նա ուղիղ նայում է Գրիշոյի աչքերին ու հարցնում, թե արդյոք նա ինքն իրենից չի զզվում, որ այս ողջ ընթացքում Գերմանիայում էր մաշի հետ միասին։ Այս հարցը հնչում է որպես ապտակ, և Գրիշոն նույնիսկ բառ չի գտնում պատասխանելու։ Հուսահատված և վիրավորված Մանանը նրան ու Լեային կոշտ պահանջ է ներկայացնում՝ անմիջապես հեռանալ իրենց տանից և ընդմիշտ մոռանալ իրենց գոյության մասին։ Մանանի տուն մտնելուց հետո Գրիշոն ու Լեան լուռ վերադառնում են իրենց առանձնատուն։ Գրիշոն ահավոր ընկճված է, նա կիսվում է քրոջ հետ իր փլուզված երազանքներով, ասելով, որ ինքը լրիվ այլ երջանիկ կյանք էր պատկերացնում Մանանի և իրենց ապագա բալիկի հետ։ Լեան, փորձելով մխիթարել եղբորը, խոր իմաստ նշում է, որ հասկանում է նրա անսահման սերը Մանանի հանդեպ, բայց այս կյանքում ամեն ցավ անցողիկ է, և պետք է ուժ գտնել պարզապես առաջ շարժվելու և հաղթահարելու այս փորձությունը։ Բայց որքան էլ Լեան իմաստուն և ոգևորիչ խորհուրդներ է տալիս Գրիշոյին, ինքը բացարձակապես անզոր է ապրել ըստ այդ կանոնների։ Իննայից իմանալով այն ցնցող լուրը, որ հենց Լեոն է կիսամեռ վիճակում լողավազանից դուրս բերել և փրկել Հունանի կյանքը, Լեան ահավոր ոգևորվում է։ Նրան հենց այսպիսի առիթ էր պետք Լեոյին նորից տեսնելու համար։ Առանց երկար մտածելու նա ուղիղ գնում է այն մարզադահլիճ, որտեղ մարզվում է Լեոն։ Ներս մտնելով Լեան հույս ուներ տեսնել գոնե մի փոքր ջերմություն, բայց բախվում է Լեոյի սառցե անտարբերությանը։ Չնայած նրան, նա մոտենում և անկեղծ շնորհակալություն է հայտնում իր հորը փրկելու համար, սակայն Լեոյի պատասխանը լինում է մահացու կրակոցի պես դաժան։ Նա սառնասրտորեն հայտարարում է, որ ով էլ լիներ այդ պահին ջրում խեղդվելիս, ինքը միևնույն է փրկելու էր։ Ավելին, Լեոն շատ կոպիտ պահանջում է, որ Լեան այլևս երբեք չգա իր մոտ, հանգիստ թողնի իրեն ու մոռանա իր գոյության մասին, քանի որ ինքն արդեն հոգնել է նրա մշտական ներկայությունից։ Լեան, արցունքներն աչքերին, մնում է ահավոր կոտրված ու մենակ կանգնած մարզադահլիճի մեջտեղում։ Իսկ մինչ երիտասարդների կյանքում ամեն ինչ փուլ է գալիս, Հունանը որոշում է վերջնականապես բացել բոլոր գաղտնի փակագծերը։ Նա անձամբ գնում է բանտախուց Արամին տեսակցության։ Հունանը նայում է Արամի աչքերին և հայտնում ողջ դաժան ճշմարտությունը։ Նա ասում է, որ Արամի հոր սպանության, բանտում հայտնվելու և անգամ նրա դեմ իրականացված վերջին մահափորձի հետևում կանգնած է հենց իր հարազատ հորեղբայրը՝ Արտյոմը։
Հունանը երդվում է, որ ինքն անմեղ է եւ այս անգամ չափազանց անկեղծ է խոսում։ Արամը բնականաբար սկզբում կտրականապես հրաժարվում է հավատալ իր վաղեմի թշնամուն։ Սակայն երբ Հունանը հեռանում է, Արամը մնում է մենակ իր մտքերի հետ։ Սկսում է վերլուծել անցյալի դեպքերն ու վերջապես հասկանում է, որ Հունանը բացարձակ ճիշտ է։ Իր կյանքի միակ ու իրական թշնամին Արտյոմն է։ Այժմ Արամի ներսում արթնանում է վրեժի մի նոր, ավելի կործանարար ծարավ։ Նա ցանկանում է հնարավորինս շուտ դուրս պրծնել բանտի ճաղավանդակներից եւ դաժանաբար հաշվեհարդար տեսնել իր հորեղբորից։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ։ Արդյոք Լեոյի կոշտ խոսքերը վերջնականապես կսպանեն Լեայի սերը։ Եվ ինչ կանի Արամը իր դավաճան հորեղբոր հետ, երբ վերջապես հայտնվի ազատության մեջ։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ ձեր կարծիքը եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հաջորդ ամենաթեժ զարգացումներին առաջինը ծանոթանալու համար։ Կհանդիպենք շատ շուտով։